Շատերն են կարծում, իբր մերժելուց առաջ ներողություն խնդրելը փափկացնում է մերժումը։ Իրականում հակառակն է։ Բոլորս գիտենք, որ ներողություն խնդրում ենք մեր կատարած որևէ սխալի կամ պատճառած ցավի դեպքում դիմացինին սփոփելու համար։ Ուստի անկախ նրանից, որտեղ կօգտագործենք ներողությունը, միևնույնն է, այդ բառը հիշեցնում է, որ նախորդիվ ես քեզ ցավ եմ պատճառել։ Իսկ երբ ներողությունը խնդրում ենք մերժումից առաջ, ասում ենք կներեք, բայց չեմ ցանկանում։ Այսինքն նախքան մերժումը բարձրաձայնելը մարդու ուղեղին հուշում ենք, որ նյարդերդ պատրաստի, շուտով հնարավոր է ցավ եմ պատճառելու։ Դատեք ինքներդ նշված երկու տարբերակներից որ մեկը լսելիս ձեզ ինչ որտեղ ավելի անհարմար ու իրոք վատ կզգայիք, մերժված կզգայիք։ Չեմ ցանկանում, թե կներեք, բայց չեմ ցանկանում։ Ենթադրությունները թողնում եմ ձեզ։ Իսկ ինչպես փափկացնել մերժումն իրականում։ Ինչպես են դա անում պրոֆեսիոնալ բանակցողներն ու դիվանագետները։ Ինչպես մերժել առանց ուղղակի մերժման։ Մերժումն իրապես փափկացնող մեթոդների լավագույն եռյակն եմ ասում, դեպի դրական գնացող հերթականությամբ։ Ոչ թե կներեք, բայց չեմ ցանկանում, այլև չեմ ցանկանում, շնորհակալ եմ։ Երկրորդ, չեմ ցանկանում, բայց շնորհակալ եմ նման առաջարկի համար։ Եվ առաջին տեղում ափսոսանքով կհրաժարվեմ, բայց շատ կցանկանամ մասնակցել հաջորդ անգամ։ Մեկնաբանություններում գրեք, թե ինչով էր տարբերվում վերջին օրինակը մնացած բոլոր տեսակի մերժումներից։